Հարգելի փոխխոսնակ, սիրելի գործընկերներ, իհարկե մի փոքր դժվար է հոգեբանորեն հավաքվել եւ պարոն Նազարյանի ելույթից հետո ելույթ ունենալ, այն էլ վերլուծելով ընդդիմության վարքագիծը, բայց պիտի փորձեմ։ Ինչի ենք մենք ականատես լինում վերջին շրջանում ամեն օր։ Այսինքն, մարդիկ գնում են եթերներում, մասնավոր զրույցներում, պախարակում են խաղաղության օրակարգը, օգոստոսի 8-ի փաստաթուղթը, անընդհատ մարդկանց պահում են վախի մթնոլորտում, կասկածներ են գցում մարդկանց սրտերում եւ ընդհանուր առմամբ երկրում մթնոլորտը ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել։ Մենք առաջարկում ենք, տալիս ենք հնարավորություն, սա բացառիկ հնարավորություն էր ընդդիմության համար խաղաղության օրակարգը այստեղ քննարկելու, քննադատելու, բայց փոխարենը նրանք այստեղ դա չեն անում, որովհետեւ հեշտ է մեջքի ետևից խոսել, հեշտ է զոհի կարգավիճակում այսպես ներկայանալ ամբողջ աշխարհին, բայց այստեղ քննարկել, բանավիճել, որովհետև վտանգ կա, որ հանկարծ իրենք կարող են իրենց կարծիքը փոխել, բայց թող այստեղ գային եւ ասեին օգոստոսի 8-ից հրաժարվեք, նոյեմբերի 9-ը բերեք մեջտեղ, ինչպես որ ամեն օր անում է մեր ընդդիմությունը եթերներում։ Բայց դրա փոխարեն ինչ է արել ընդդիմությունը, գնացել է եւ հայտարարություն է տարածել, որտեղ ասում է, որ այսօրվա հայտարարությունը չի համապատասխանում իրավական, քաղաքական Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին եւ վերջում ասում է, որ սա հերթական նվաստացուցիչ հայտարարությունն է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Սա ինձ բժշկական տերմիններով ասեմ, հիշեցնում է, չգիտեմ լսել եք թե չէ, Մյունհաուզենի համախտանիշ, սինդրոմ Մյունհաուզենը։ Հիմա ասեմ ինչ է դա, ալեգորիկ կերպով։ Մյունհաուզենի համախտանիշը կամ արհեստական կեղծ խանգարումը, սիմուլյացիոն խանգարում է, որի ժամանակ մարդը ձևացնում է, չափազանցնում է կամ առաջացնում է իր մոտ հիվանդության արհեստական ախտանշաններ, կներեք ավարտում եմ, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտության, բուժման, հոսպիտալացման կամ վիրաբուժական միջամտության։ Այսպիսի սիմուլյացիոն դրսևորման պատճառը ամբողջովին բացահայտված չէ, բայց կարծում եմ, որ ուշադրության կարիք է, որը չի բավարարում եւ դրա համար մարդիկ անդադ փորձում են հիվանդ ձևանալ կամ հիվանդ լինեն իրենց երեխաները, հարազատները, որ բուժվեն։ Եվ հետաքրքիր մի դրվագով եզրափակեմ Մյունհաուզենի համախտանիշով հիվանդների մասին, որպես կանոն, իրենք հերքում են իրենց ախտանիշների արհեստականությունը, նույնիսկ եթե նրանց ներկայացնում են սիմուլյացիաների ապացույցներ եւ սովորաբար երբ որ այդ ուշադրությունը, որը պահանջում են իրենց չես տալի կամ չես ասում, որ այո, դու հիվանդ ես, խեղճ մարդ, նրանք դառնում են ագրեսիվ, բռնկուն եւ անընդհատ հարուցում են վեճեր։ Թերևս այսքանը, շնորհակալություն։